Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տուն Դեպո կահույքի սրահը։ Բայց իրականում այ որ այսպես մտածում եմ խորը, չէ, ինչ անշնորհակալ ընկեր դուրս եկար դու։ Այ ես քեզ այդպես իմ թեթև ձեռքով եթեր ներմուծեցի տարիներ առաջ։ Մի օր մի հատ sense փուշ չբերեցիր, ասեիր այ շնորհակալ եմ։ Դե որտեղ որ նստել եմ հանրային վայրերում, նեղ ընտանեկան միջավայրում, այգիներում, ասել են որ Տիգրանը, այո, արիթ հանդիսացավ, անգամ ես քեզ ուսուցիչ եմ անվանել այս ոլորտում։ Ճիշտ է, ես գերազանցեցի քեզ։ Լավ, բայց դու ինձ գերազանցեցիր, պաստորը։ Չէ, ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ այսօր ես հերոստատեսյան դաշտում ձեռք բերեցի, սովորեցի, միշտ էլ ասել եմ դրա։ Բայց արի հասկանանք, ով կարող է համարվել անշնորհակալ մարդ։ Անշնորհակալ մարդը, ով չի գնահատում, ով իրեն մենաշնորհ է համարում, իր առանձնահատկությունն է համարում, ոչ թե դաշտում կայանալը, որովհետև ամեն տեղ էլ, ամենուրեք էլ յուրաքանչյուր պարագայում ինչ որ մեկը մեկին օգնում է։ Մարդ հենց այնպես ինչ որտեղ չի հայտնվում։ Ոսմա ուզել է օգնել է, թող չօգներ։ Դա հենց դա էլ շնորհակալն է, որ չի գնահատում եւ շնորհակալ չի լինում։ Չի բացի նրանից որ չի փոխհատուցում։ Լավ, ես գիտեմ որ դու շատ երկար կտաս, այսպես բարձաբանում, շատ երկար կխոսես, արի դիմավորենք մեր առաջին հյուրին, նա շատ վաստակաշատ ազնվորություն է երաժշտության ասպարեզում։ Այդպես ավելի ճիշտ կլինի, լսենք նրա կարծիքը։ Եվ առաջին այսօր մեզ միացել է շատ վաստակաշատ, ինչպես նշեցինք, ազնվորություն, հատկապես երաժշտության ասպարեզում, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանն է ներկայացնում։ Բարև ձեզ, բարի գալուստ, ուրախ ենք ձեզ ողջունել։ Բարև ձեզ, ես էլ շատ ուրախ եմ հանդիպելու այսօր ձեզ։ Փոխադարձ է։ Տիկին Հասմիկ ջան, շատ մարդկանց հետ եք շփվել, շատ հարաբերություններ եք ստեղծել, ինչ որ տեղ քանդվել են հարաբերությունները կյանքի ընթացքում ամեն ինչ լինում է, նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր անշնորհակալ են գտնվել եւ ինչ է ձեզ համար շնորհակալությունը։ Շատ հետաքրքիր հարց է, հա, թեմա է դա։ Իհարկե շնորհակալությունը դա եւ կուլտուրա է, եւ դաստիարակություն, եւ մարդու էություն։ Իմ կարծիքով շնորհակալությունը ընդհանրապես մի խոսք կա լավություն արա, գցի ջուրը ու երբեք մի սպասի ինչ որ մեկից շնորհակալություն։ Ես իմ ամբողջ կյանքում երբեք չեմ սպասել այդ շնորհակալության պատասխաններին։ Ինքս էլ աշխատել եմ ինչքան կարող եմ ավելի պատասխանատու եմ զգացել, երբ որ այնպիսի լավություններ, այնպիսի լավ բաներ են արել ինձ համար, որ ես Այ դուք ձեզ շնորհակալ համարում եք, շնորհակալ մարդ։ Հա, բայց կարող է եւ ես էլ մարդ եմ, կարող է ինչ որ միտեղ թերացած լինեմ, շփոթված լինեմ, ինչ որ մեկին նեղացրած լինեմ, կարող է ես էլ իմ հերթին ինչ որ բան չեմ արել, բայց աշխատել եմ միշտ չշփոթվել այդ հարցում։ Ձեզ համար ձեր պարագայում ես հասկանում, դժվար է, որտեղ միշտ ուշադրության կենտրոնում եք եղել, հա, ձեզ համար չի մեկ օգնել ինչ որ մի բան հրատարակել, մյուսը օգնության ձեռք է մեկնել որևէ նախագիծ կյանքի կոչել, մյուսը համերգ է կազմակերպել եւ այլ, մյուսը հյուրախաղ, այս ամենի մեջ, հա, դե արի ու փորձիր այս գլխապտույտ իրավիճակում կողմնորոշվել եւ հասկանալ ումից շնորհակալություն հայտնել եւ որպեսզի քիչ չլինի եւ շատ չլինի եւ չասեն որ ահա շնորհակալություն հայտնեց։ Սա շատ բար դիլեմա է, հատկապես արվեստագետի համար։ Ճիշտ է, ու դե ընդհանրապես կյանքում շատ բան ես հանդիպում, շատ բաներ է լինում, որ լինում է եւ քո արածն են մոռանում, անտեսում, բայց ես դրանից անկեղծ երբեք չեմ նեղվում, որովհետեւ երբ որ ես անում եմ իմ այսպես ասած լավությունը կամ ինչ որ մի բան որ ուզում եմ կարող եմ անել մեկի համար
երբեք չեմ սպասում, որ պետքա դրան պատասխան տան։ Ոչ մի ձևով։ Ես իմ այդ պատասխանը ոնց որ միշտ իմաստուց եմ գտնում ու երբեք ոչ մեկից չեմ սպասում, որ ինքը պետքա ինչ-որ ձևով, թե նյութական, թե չգիտեմ խոսքով անպայման ինձ շնորհակալությունը հայտնի։ Այ որպեսի, որովհետև մենք բոլորս, չէ, սիրում ենք բարձրագոճ, այսպես խոսքեր հնչեցնել, ոչ ոք չի գա ասի, ես անշնորհակալ եմ, օրինակ։ Որպեսի խոսքով միայն չլինի, այլ կհիշեք ինչ որ դրվագ դեպք, թեկուզ մանկական տարիներին, մանկության տարիներին, թեկուզ երիտասարդության, ինչ որ ընկերուհի, միգուցե որին ինչ որ մի իր անգամ նյութական այսպես արժեք տվել եք, բայց նա համարել է, որ դա իր մենաշնորհ է, այդպես է, իր արժանիքն է պետք է լինի եւ ուրացել է։ Կհիշեք, այ անուններ պետք է, բայց կհիշեք նման դեպքեր։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ բարեկամ միգուցե։ Հա, այդպես շատ բաներ է լինում, բայց ես երբեք չեմ խորանում դրա մեջ։ Չեք սևեռվում, հա, կենտրոն։ Չէ, բոլորովին բայց զգում եք անտեսում եք, թե չեք էլ ուզում եք չզգաք։ Մի տեսակ Հա, ուզում եմ չզգամ, ինձ համար դա շատ փոքր բաներ է, էլի, որ ինչ-որ մի բան տված լինեմ ու դրա համար սպասեմ կամ նեղվեմ, որ ինքը պատճառել ձեզ։ Չէ, անշնորհակալություն։ Այ օգնած, ոչ թե նյութական, այսպես արժեքի որից է երևի դա, կյանքում շատ բան է ավելի կարևոր։ Հա, ես օրինակ, չգիտեմ հիմա մանկուց թե հետագայի մասին հիշեմ ասելու, իմ կյանքում հետո չեմ սպասում, որ եթե գիտեմ մի բան կարող եմ անել մեկի համար, անպայման ինքս եմ առաջարկում։ Չնայած գիտեմ, որ Աստվածաշնչում ասվում է, որ չպետքա դու մինչև չգան չխնդրեն, դու պետքա չանես։ Դա այդ ամեն ինչ է, բայց եթե ես մի բան կարողանում եմ, ես իրենից առաջ ասում եմ, այ ես քեզ համար ուզում եմ սա անեմ ու գտնում եմ, որ դա իր համար շատ լավ կլինի։ Դե իմ ջալոց շատ տարբեր են, գիտեք, մարդիկ կան շատ շնորհակալ են, մարդիկ կան ինչ էլ ուզում ես արա, մեկը անշնորհակալ։ Ինչպես ասում են, ահուհաց, ինչպես ասում են քրդի դե անգամ եթե դաստիարակում են էլ իրեն, որ դա համ կուլտուրա է, համ դաստիարակություն է, եթե իհարկե միջից պետքա լինի, բայց միևնույնն է, մարդը եթե միջից չի ունենում դա, իրեն շատ դժվար է հասկացնել, որ այդ բառը շատ կախարդական բառ է, թե ինչ ընդհանրապես ասել եւ հաճելի է։ Բավարար է գոնե։ Մի ժամանակ այդ բանը գրքերում չնայած հիմա դպրոցական գրքերը շատ փոփոխության են ենթարկվել, առաջի երկրորդ դասարանում ինչեր ես հիշում եմ, մի հատ տենց բան կար, որ կախարդական բառը ո՞րն է։ Բանալին, կախարդական բանալին։ Ասա կախարդական շնորհակալ։ Ես մի բարեկամի աղջիկ ունեի, մինչև մայստրոին այո այդ դա պատմեմ, ապա իրեն երբ ինչ որ կողքի, այսպես մարդիկ, հա, շրջապատող ինչ որ բան էին անում եւ ես ասում էի, անունն էի տալիս, ասում էի, այ սիրելիս, ախր քեզ համար սա արեցին։ Իսկ դու անտեսում ես, ես ինչու իրան խնդրել եմ։ Ես չեմ, ես իրան խնդրել եմ որ անի, թող ճանաչեմ։ Ուզել է արել, իր համար է արել։ Գիտեք, ուրիշ բնորոշում ուներ, արել է։ Հա, ճիշտ է, դա եմ լսել։ Ես, բայց չեմ ուզեի հիմա պատմել այդ բաները, շատ մեծ բաներ ա եղել, որ արել եմ ու հենց տենց էլ պատասխան Եվ գցել եք ջուր, ինչպես ասում։ Դա ամենաճիշտն է։ Արագցի ջուրը ու Ինչ կասի մեր մայստրոն այս հարցի վերաբերյալ։ Ուներ արել էր։ Եկեք այ կարճին քենց։ Ով է անշնորհակալ մարդը։ Անշնորհակալ մարդը իմ կարծիքով մարդն է, որ չի գնահատում։ Այսինքն լուրջ կամ լուրջ չի վերաբերվում, միգուցե, չգիտեմ, միգուցե դա անգիտակցորեն է ստացվում, բայց իրանից պատասխանատվությունը չի քչանում էլի դրանից։ Եթե մարդու նկատմամբ արվել է ինչ-որ մի հատ լավ բան կամ չգիտեմ, հա, յուրաքանչյուր ուրիշ մարդու կողմից արել է, ինձ թվում է այդ շնորհակալության պատասխանատվությունը նույնիսկ պետք է լինի այդ մարդու մեջ։ Եթե չեմ խնդրել, օրինակ, ասում դու համար արել ես։ Խորհուրդ է տալիս, չարժե շնորհակալություն հայտնել, խորհուրդ է տալիս։ Ամեն դեպքում ընդհանրապես ամեն ինչի համար պետք է շնորհակալ լինես։
ամեն ինչի, դա Աստծո պատվիրաններից մեկն է գրեթե, որը միգուցե տենց գրած չի Որտեղ ոչ մեկի պարտավոր չի, չէ՞ առաջի հերթին։ Եվ պարտավոր չի։ Երբ որ արթնանում ես ու դու գիտես, որ արթնացել ես, ու ամեն երեկո քնելուց առաջ։ Շնորհակալ ամեն ինչից, արևից, ամեն ինչից։ Ես ինքս ունեմ այդ Պետք է շնորհակալ սովորությունը։ լինես։ Շնորհակալ լինես, որ դու կաս, ապրում ես։ Այո։ Դա իհարկե բարձրալին։ Բայց հիմա ոմանք ասում են պետք է պարտավոր էր, հա, պետք է այդպես էլ լիներ։ Ինչու շնորհակալություն հայտնեմ։ Բայց դա ախր քո հաճույքն էլ է, երբ որ դու եւ լավություն ես անում, եւ քեզ երբ որ անում են դու ես շնորհակալ լինում։ Դա այնպեսի զգացողություն է հաճելի, որ դու եւ գնահատելը եւ անելը։ Իմ կարծիքով տենց երկուսն էլ շատ հաճելի զգացողություն է։ Երբևէ չեք մտածել մարդ, ով դիմացինի հանդեպ լավություն է անում, այ ակնկալիք ունենում է ի սկզբանե թե ոչ։ Եվ ձևի էլ է լինում իհարկե։ Շահադիտական, նկատառում է այստեղ։ Դա այդ ձևն էլ է լինում, որ մարդ բայց դա ինչ-որ շահի համար ինչ-որ բանանի։ բանի դիմաց է լավություն։ Ասեմ դա ինչն է, եթե ինչ-որ շահով է, նա ուրեմն նպատակ ունի խափելու, որտեվ իսկական խափեպաները մենք բոլորս էլ կյանքում հանդիպել ենք շատ բանով, որ մտադրված գալիս են քեզ Չակերտարով լավություն անելու։ Ահա, հավատներ շնչելու եւ նպատակը վերջում նա է, որ ավելի ինչ որ մեծ բանի տեր դառնան էլի դրանով կան ձերի մարդիկ ու շատ փորձառու մարդիկ ես իմ կյանքում տեսել եմ եւ մասնագիտորեն իրավաբաններ նորից ընկել են այդ թակարդը որովհետեւ այդ ստախոս խափեպա մարդիկ գոյություն ունեն իմ կյանքում էլ տենց մի դեպք եղավ որ ես հանդիպել էի մի մարդու այդ մեր վերանորոգման տան վերանորոգման հետ կապված արեստավոր չէ ղեկավարող է դա ամեն ինչը երբ որ հետո ինչ որ հարց եղավ որ հասավ բաներին իրավաբաններին ամեն մեկը իր դարձը սկսեց պատմել երբ որ լսում էր կամ ծանոթանում էր այդ բանին ասի բայց գիտեք որ դուք եք մեղավոր որ հիմա գոյություն ունի այդ ձևի մարդիկ եթե դուք ձեր փորձին դեմ առնեք այդ կամ օրենքը կամ բանը կիրառեք եւ այդ մարդկանց խիստ դատեք այսօր ես էլ չէի հանդիպի դրան եւ իմ նման շատերը չեն հանդիպի Տիգրանի հարցը իմ մոտ առաջացրեց եւս մեկ հարց այսպես հարցածին հարց էր երբ մեկին անում ես լավություն այսպես ասած ընթառաջում ես այս շահադիտականը նա է հարուստին անում է կամ մարդ պաշտոնյային այդ նույն մարդը կանի արդյոք աղքատին ինչ որ մի անծանոթի լավություն ակնկալելով այսինքն այստեղ ինչ է ակնկալում որ դու պետք է պատասխանը տաս հա փոխադարձ բայց ոնց է արվում ես չեմ կարծում եթե անում ես նրան ով դրա կարիք ունի ահա եթե հարուստա ու ինքը ամեն իր հարցը կարողանում է լուծի Չէ, իմանայինք, օրինակ, բայց այս մարդ օգնել է ձեզ, ենթադրենք այդ հարուստը օգնել է ձեզ, ինչ անել, նա ամեն ինչ ունի, շնորհակալություն չհայտնել։ Չէ, իհարկե պետք է հայտնես։ Հիմա տարբեր ձև, օրինակ իմ կյանքում եղել են տարբեր հրատարակություններ եմ ունեցել, համերգներ, որտեղ տպագրությունների, բաների հարցեր է եղել, դիսկերի հրատարակություններ է եղել, որը նորից դրա կարիքը եղել են, փառք միգուցե ես որ ուրիշի հանդեպ եմ այդ ուշադրություն ունեցել, մարդիկ էլ հայտնվել են անծանոթ մարդիկ, հայտնվել են, այո, որ անգամ մի հատ թրջիր իմ այդ CD-ից ով որ ուզեցել էր իր ներդրումը անել ես չեմ էլ ճանաչում այդ մարդուն հիմա որ ասեն էլ անունը ոչ գիտեմ որ ինչ որ մեկի միջոցով ուղարկել էր որ ինքը ուզում է այդ լսել էր ձայնագրությունը այդ մարդուն ու ասել էր դեռ չհրատարակված էլի ուղղակի մոտ մարդերը իր մոտ կարել ինքը ուզում էր լսել մինչև հրատարակվելը ու բան արեց մասնակցեց այդ հրատարակմանը ասում են էշին նստելը մի ամոթ է իջնելը երկու ակնկալել է շնորհակալություն մի բան է երեսով տալը
մեկ ուրիշ բան։ Այ մարդիկ կան, եթե չեն ակնկալում, այսինքն ակնկալում են եւ չեն ստանում այդ շնորհակալությունը, երեսով են տալի։ Ես քո համար սա արեցի։ Այդ ձեր կյանքում այդպիսի բան եղել է, որ ասա ես քո համար էս արեցի, բայց դու պատասխան չտվեցիր, չգնահատեցիր։ Եղել են նման մարդիկ։ Որ ակնհայտ ասել են, որ դες ես քեզ համար էս եմ արել։ Իմ դեպքում չեմ հիշում, որ ինչ որ մեկ ինձ երեսով տված լինի ինչ որ մի բան, բայց այդ երեսով տալն էլ միգուցե դիմացին է այնքան վատա սխալա պահել իրան, որ մարդը ստիպված է եղել, որ ասի դա։ Դուք այդպես վարվել եք, դուք մեկինացել եք, դուք էլ չեք։ Ես չեմ, ասեմ հիմա օրինակ մի դեպք Իմ դե ուսանողներին շատ է լինում, շատ հարցերում օգնում ես, եթե կարողանում ես, իսկ փառք Աստծո իմ մոտ ստացվել է այդ բաները։ Մի դեպք օրինակ ասեմ, ունեի ուսանող տարիներ առաջ, մի 5 տարի առաջ, որին 2 տարի մի խմբի հետ ուղարկեցի Եվրոպա, մի անգամ 5 երկիր, մի անգամ ամբողջ այդ երկիրը, բանը համերգների 40-ից 45 օրեր է համերգ շրջագայության։ Ու ես, հա, հետո այդ աղջիկը այս մի տեղում ավարտեց, եկավ կոնսերվատորիա, տարա կոնսերվատորիան էլ որպես մագիստրատուրա սովորելու օգնեցի այդ ամեն ինչում, որ շարունակի մենակ բակալավրով չլինի, կոնսերվատորիան էլ ավարտեց։ Գնաց ու գնաց, ոչ իր մայրը, ոչ մի ծնող, մի անգամ որ զանգեցին, ասեցին շատ շնորհակալ ենք մեր երեխան գնաց աշխարհ տեսավ, համերգներ տվեց, ու բացի դա կոնկուրսների բանի, բայց ես դրա անկեղծ եմ ասում, ես դրանից վատ չեմ լինում։ Բայց ես վատ եղա նոր։ Դուք պատմեցիք, ես վատ եղա։ Եթե պետք է անես ու ընկնես դրա հետևից, ավելի լավ է չանես։ Բայց հետաքրքիր այդ նման մարդկանց իրանք ինչ են մտածում, որ դուք պարտավոր եք, որ իրենց երեխան տաղանդավոր է եւ էլ ավելին է արժանի։ Բայց դրանց կողքին կան նաեւ այն մարդիկ, որոնք ամբողջ կյանքում են շնորհակալ։ Դու ես արդեն ամաչում, քո արա, որ այդքան մեծ բան չի քո արածը, բայց ինքը այդքան շնորհակալ է։ Իդեպ մենք այս հարցը նաև ուղղել ենք մեր անցորդներին, խոսքը փոխանցենք մեր լրագրող Սարգսին եւ հասկանանք ըստ մեր համակարգացիների ով է անշնորհակալ մարդը։ Շնորհակալություն հայտնելը թվում է փոքրիկ ժեստ, բայց այն արտացոլում է մարդու վերաբերմունքը, դաստիարակությունն ու արժեհամակարգը։ Սակայն երբեմն մարդիկ, ովքեր ստանում են օգնություն, մոռանում են դրա մասին կամ չեն էլ գնահատում այն։ Այսօր կիմանանք ով է անշնորհակալ մարդը եւ ինչպես է անշնորհակալությունը ազդում մարդկային հարաբերությունների վրա։ Ով դավաճանա, ով հայրենիքին չի վստահում։ Եղել են դեպքեր, որ օգնեք մարդկանց, բայց շնորհակալություն չհայտնեն ձեզ։ Շատ անգամ, այնքան աղել շատ։ Անշնորհակալ մարդ, եթե այտենց հաշվարկենք, մեր ազգի մեջից մենք ենք, հենց ամեն ինչը մեր մեջ է կայանում, եթե մենք չսկսենք մեկս մյուսին օգնելով։ Չգիտեմ, նկատմամբ արած բարությունը չի գնահատում ինքը։ Եղել են դեպքեր, որ օգնեք մարդկանց ու շնորհակալություն չհայտնեն ձեզ։ Իրականում այո, եղել է։ Ըստ ձեզ ով է համարվում անշնորհակալ մարդ։ Լավությունը, երախտիկը, լավ արարքը չգնահատող մարդ։ Նայած մարդ, ամեն մարդ մի ձևի է մտածում, ոնց կարելի է անշնորհակալ։ Չգնահատողը մարդ, ոչ չգիտեմ ինչ առումով, հենց բառը ինքնին ներկայացնում է ով է անշնորհակալ մարդը, ով շնորհակալ չի։ Իհարկե ես շնորհակալ եմ, շնորհակալ մարդ եմ։ Ուրացողը։ Որ ձեզ են օգնել, բայց դուք շնորհակալություն չեք հայտնել։ Չեմ կարող, ասեմ, կարող է եղել են դեպքեր։ Մարդ անսխալ մարդ չկա։ Հասկացանք, որ չկա այդպիսի մարդ, ով տուժած չլինի, ճակերտավոր ասած, եւ հա հանդիպած չլինի, հանդիպած չլինի, առերեսված չլինի մարդկանց, այո, տեսա ինչպես տեսար մեր հարցման մեջ, այո, օգնել են եւ բնականաբար վերջում չեն ստացել այդ շնորհակալությունը։ Ես նորից հարցը ուղղել մայստրոին, այդ ձեր կյանքում եղել է մարդ երաշտական ասպարեզում, ով դուք եւս այսպես ճանապարհ եք հարթել, օգնել եք եւ հետո այդ մարդը կորել է իզով թոզով, ինչպես ասում են, կամ տեսել հետո չի բարել։ Հարթել չէ, գուցե այ օրինակ բոլորը գիտեն օրինակ Արեգ Արոստամյանի արանժիրովկաները, այսպես ասած, հայ հայրենիք գործիքավորումները, այո։
շատ լավ որ Եվ այ եղել է որ հաջողությանը հասել։ Տեսնում այլ չի բարևում, շատ մաչելի կամ գուցե նվեր բան, բայց դա չի գնահատվել։ Օրինակ, շատ պրիմիտիվ բան եմ այսպես։ Չգնահատվել է, այդպես առանձնապես չի էլ սպասում այդ գնահատականին, որովհետև իմ գործն եմ արել, հիմա եղել են մարդիկ, որոնք եղել են, որ դες իրանց ուզածը ստացել են, անցել են առաջ, Աստված իր հետ ինչ ասի։ Լավ, դու նայեք, որպես բարձրագույն արժեք, դա ձեր խոսքն է, հոգու, այսպես որպես պահանջ, դուք բարձր եք մնում այդ ամենից, հա, եւ ասում եք, բայց միևնույնն է, հոգու խորքում ինչ որ մի տեսակ նեղվածություն, այդ տեսեք դուք ասում եք, ես նեղվում եմ, դուք ասում եք, պատմեք ես։ Հավատա, Մարինա ջան, որ չեմ նեղվում արդեն։ Հարգելիներս, ախր մենք յուրաքանչյուր բան որ անում ենք, մենք մեզ ենք նեղություն տալիս, չէ՞, բաժակը, եթե ես այս բաժակը հիմա բարձրանամ ձեր համար լցնեմ, նայեք էլեմենտար շատ պրիմիտիվ։ Ես իս նեղություն եմ տալիս, բարձրան վեր եմ կենում իմ տեղից, ուզում ասեմ դա գոնե գնահատել ամեն դեպքում։ Եթե ամեն բան գնահատված լիներ, կյանք շատ ավելի հեշտ կլիներ եւ ուրախ, բայց դե Եվ երբ մեկին ուզում ես մի բան արած լինես, բարձ ամեն ինչ քո ձեռքը չի, դու գնում ես խնդրում ես մեկ ուրիշին։ Ու շատ ասած։ Հա, բայց եթե ուզում ես Այժմ ասես պարտքի տակ մնացի, այ պարտքի տակ մնալու մասին ինչ կասեք։ Պետք է անպայման մարդ ասում է պետք է անպայման շնորհակալություն հայտնել, որ չմնամ պարտքի տակ։ Մարդկությունը տենց պետքա լինի, էլի, որ մարդ լինի, պետքա իրար կարողանան ամեն մեկը օգնել։ Հիմա Փառքաստու իմ կյանքում էլ հանդիպել են շատ լավ մարդիկ։ Այ դուք ձեզ պարտավորված զգացել եք, որ պետք է անպայման օգնեք։ Իհարկե, մի ուրիշ հարցով էլ ես կարող եմ իրանց օգտակար լինել։ Ու չեմ գտնում, որ անպայման պետքա այդ մեկը ինձ ինչ որ բան տար, ես նրան տանեի տայ, որ այդ հարցերը լուծվեր, չէ, կարելի է եւ որպես մարդկային ձևով, երբ որ գտնում ես, որ կարող ես այս մարդու ինչ որ ապագայի համար կամ աշխատանքի տեղավորելու, էլի ուսանողների հետ կապված, որը շատ լավ եմ ընդունել, լավ եմ զգացել, երբ որ դպրոցի տնօրեններ զանգել են, ասել են, ուզում ենք ձեր ուսանողներից ում գտաք, ու ես ընտրել եմ ով է համապատասխան ու գնացել է աշխատել է իր ապագան արդեն սկսել է համերգների գնալու նման բաներով ու շատ տարբեր բաներով ու շատ ուրախ եմ առաջարկում եմ դիմավորել մի մարդու ում կյանքում շնորհակալությունը շատ կարևոր դեր է խաղում, որովհետև իր բոլոր եթերների ժամանակն է անընդհատ շնորհակալություն է հայտնել մարդկանց, ովքեր իրեն աջակցել են։ Բայց արդյոք այ նրան են շնորհակալ, թե ոչ, մենք կպարզենք, ես մի փոքրիկ օրինակ բերեմ, չկա այդպիսի պարախումբ, որ այ բեմադրած չլինի իր կոմպոզիցիաները պարեն, հարգելի մեր հյուրի երաժշտության հնչյունների ներքո, իսկ թե հետո շնորհակալություն հայտնել են, թե ոչ, հիմա կիմանանք վաստակաշատ շատ հարգելի մի ազնվորություն, Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանին դիմավորենք։ Բարի գալուստ, սիրով ենք ասում, մեր շատ սիրելի Արա Գևորգյանին, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մարդ ում համար շնորհակալություն բառը այսպես շատ կարևոր, հա, մեղմ ասած նշանակություն ունի։ Մարդ ում գործերը առանց հարցնել, չհարցնելու ամենուր օգտագործվել են, օգտագործում են եւ արդյունքում Չեմ նեղանում։ Ասում են շնորհակալություն։ Ոմանք ասում են, ոմանք ոչ, բայց գիտեք, ամեն մի ինձ թվում է ստեղծագործող կցանկանար, որ իր ստեղծագործությունները կատարվեին, հնչեին տարբեր տեղեր։ Բայց երբ գողանում են առանց հարցնելու։ Դե կա որ վերցնում են առանց հարցնելու, գոնե հայտարարում են ումնա երաժշտություն։ Գոնե։ Եվ ասա դրանից էլ ենք շնորհակալ։ Կա որ այո, կա օրինակ 3 օլիմպիական խաղերում հնչելու ժամանակ հայտարարվել է իմ անուն, ազգանունը, ես դրանից շատ գոհ եմ, թեպետ ոչ ոք ինձ չի զանգարել, որ դա շնորհակալության նման մի բան է, դա ինչ-որտեղ է։ Իսկ եթե կողքի հանրապետությունը մլը ուրիշ մեկի անունն էին տալիս կոմպոզիտորի, որը վերջապես կարողացան կապացուցել շատ մեծ դաժան աշխատանքի շնորհիվ, ընդ որում պատրաստելով 3 ֆիլմ, ապացուցելով, թղթերով, օրինակներով, փաստերով, լրիվ ապացուցելուց հետո նոր գոնե այդ երկրում հերոստատեսության մակարդակով իրանց մշակույթի նախարարի մակարդակով հնչեց, որ այդ երաժշտությունը
չի պատկանում ադրբեջանցիներին։ Չասեցին հայերին, նա, բայց ասեցին, «Всё, ձեր քաշեք»։ Այս թեման մենք անկեղծ կառուցել ենք ձեզ վրա, այսինքն ձեզ հիշելով, շնորհակալություն։ Հետաքրքիր է, ես ու Տիգրանը մտածում ենք երկար, ինչ, հետո Արա Գևորգյանը միշտ եթե չկա, որ չասի, ես շնորհակալ եմ նրան, չէ պետք է ասեմ, կլինի շնորհակալություն եւ համերգների ժամանակ ամեն երկրում։ Երրորդ տալիքի Էլմիրա Արսենյանը ինձ անում էր նկատողություն։ Զանգում ասում է, Արա ջան, քեզ տվել են 10 րոպե ժամանակ խոսելու ինֆորմացիա։ 8 րոպե մենակ շնորհակալություն ես հայտնում, ասեմ, բան հարմար չի չասեմ։ Որտեղից է այդ կուլտուրան գալիս, մամայից, մայրիկից, մանկությունից, որտեղից։ Դա ինչ-որ միտեղից պատահական չի գալիս։ Ես չգիտեմ, բայց մայրիկը ոչ թե ինքն է շնորհակալ եղել, ավելի շատ իրան են շնորհակալ եղել, երևի էդ էլ կարևոր է, որովհետև միշտ մեր դուռը թակում էին, մայրիկը օգնում էր բոլորին, ով հարևաններից ով կգար կասեր երեխեն հիվանդա, մաման կվազեր բժիշկի։ Մեկը կասեր աշխատանքից հեռացրել են, կգնար այդ գործանի տնօրենի մոտ, որ վերականգնեն։ Ամեն հարցում ով դիմել է մեր հարևաններից, մայրիկը միշտ օգնել է, ու իրանք էլ շնորհակալությունը ասել են։ Երևի կարևորն ասել են։ Այդ շնորհակալությունը, գիտեք, ժամանակներն են փոխվել։ Առաջ շնորհակալությունը մի քիչ ընդունված էր ավելի շատ, էլի ամեն տեղ էր շնորհակալություն կա իհարկե։ Գիտեք, հիմա վերաբերմունքա փոխվել, երիտասարդները կտրվել են մեծերից, ես դա միշտ եմ ուզում շեշտեմ, եկեք մեր երիտասարդներին շատ չմեղադրենք, բայց իրանք կտրված են մեծահասակներից, առաջացել է մեծ անջրպետ, անդունդ է առաջացել, մենք իրանք չենք հասկանում, իրանք մեզ, որովհետև մեզ կապող միակ բանը մեր մշակույթն է։ Ընդհանրապես մարդը մարդուն, ինչով ենք մենք իրար հետ շփվում, կապվում, մեր ավանդույթներով, մեր մշակույթով, լեզվամտածելակերպով, այո, ամեն ինչը մեզ կապում է իրար, եւ քանի որ անուններ չշեշտեմ, ովքեր են անտարբեր, որ պետք էր պրոպագանդային շատ մեր հոգևոր երաժշտություն, ազգային, դասական, հարգանքը մեծերին, մեծություններին, այո։ Միշտ ասել եմ ու կրկնում եմ, եկեք չմոռանանք, որ գորգի վրա նստած երեխեքը խաղում են խաղալիքներով։ Մեր տների մեջ թորնիկներ կամ երեխաներ գորգի վրա են նստում խաղում, չէ՞։ Բնակարաններում։ Հենց մուլտիկը սկսում, այս երեխեքը իրանց մուլտիկը նայում են։ Բայց երբ մուլտիկը վերջանում է, սկսվում էր առաջ հոգևոր երաժշտություն, դասական, ինքը խաղում էր գորգի վրա, բայց իր մեջ լցվում էր, ներարկվում էր, կաթիլային էր, ապրեք։ Այո։ Այդ կաթիլային այսօր չկա, ու մենք այս երեխեքից ուզում ենք պահանջենք մեր ազգայինը պահպանենք։ Կա պլանշետն է հեռախոսը։ Իրանք չեն լսել, որ իմանան էդ ինչ է։ Կա TikTok-ը հիմա։ Այդ ճեղքը, որ եղավ, շատ հերվացրին մեծերին եւ երիտասարդներին, այդ նույն երիտասարդներին պետքա բացատրել, որ վաղ իրանք են մեծ լինելու։ Իրանք կհասկանան արդ շատ ուշ, որ իրանք են դաստիարակել դրանց, այդ որ իրանք գորգի վրա երեխեքից։ Պետք է գորգի վրա երեխեքից սկսել մեծացող ճիշտ ասում, ոչ թե այդ փոքրերից ովքեր պետք է մեծանան անգիտակցական մակարդակից։ Այո։ Այսօր գլուխները կարող են աստիճան բարձրանալ, իրար բարև չասեն։ Այո։ Նույն շենքի մեջ առաջին ջերմություն կար, ընտանիքներով այնքան ջերմ էին իրար հետ, այսօր իրար չեն ճանաչում։ Դա նրանից է, բայց Facebook-ով ընկեր են փոխարեն։ Մեկուսացել ենք, մենք մեկուսացել ենք եւ կրակն ենք ընկել մեր հեռախոսների ձեռքը։ Արեգ ջան, որ մարդկային տեսակը եւ որակն է սովորաբար լինում անշնորհակալ։ Դա ինչ մարդկային կերպար է։ Լավ, էլի սոցիալականացնեմ։ Հարուստն է, որ մտածում է, որ իրեն պարտավոր են։ Տգետն է, որ չի հասկանում, որ պետք է այդ կուլտուրան դրսևորի։ Որ տեսակն է ի վերջ։ Այս ձեզ անշնորհակալ մարդն ով է։ Այդ երկուսը արդեն ինձ թվում է այդ երկուսը բավարար է, որ ախր նույն եղանակ ստեղծող մարդիկ են, դրանք ամեն։ Բայց մարդու եությունից է գալիս, իր ներքինից է գալիս։ Ասում եմ, անգամ դաստիարակությունը դրան կարող է չօգնի։ Ծնողը ամեն ձևով աշխատի այդ իր երեխային, բայց այդ երեխան իր էությամբ չի ընդունում դա։ Ես գիտեք ինչ եմ հիշում։ Չի բանա գնահատում այդ ամեն ինչը։ Ես որ փոքր էի, մամայի հետ որ գնում էի կամ պապայիս, հա, այդ փողոցով քայլում էի կամ ինչ-որ տեղ էի գնում։ Պատական մեկը որ ինձ կոնֆետ էր տալու, մաման ասում էր, ինչ պետք է ասես, հիշում եք։ Ինչ պետք է ասես։ Ճիշտ է, ինչ պետք է ասված ա եղել։
ու կոման Մշակի հումոր էին կանում, ասա մի հատ էլ դուր։ Յասմին մի հատ էլ մամային Ես դուր։ հիմա շատ եմ նկատել։ Տալիս են, ծնողը չի ասում ինչ պետք է ասել։ Տենց է պետք է լինի, բայ երեխա, ապտի կոնֆետա, ինչ արեց, ասես էլա, ինչ արեց, լավ մի հատ եղածը կոնֆետ չէ։ Կոնֆետ չէ, լավ։ Ուրեմն 2001 թվականին մտքովս անցավ, որ Կասկադի ծառերը կտրվել են, Նորքի անտառը չկա, շենքերը շատացել են, ծառեր են հատվել մեր քաղաքում, մտածեցի ստեղծել այգի։ Մտա քաղաքապետի մոտ, ասի պարոն քաղաքապետ, ուզում եմ այգի ստեղծենք մեր քաղաքում, որ չկտրեն էլ ծառերը, շատ է կտրվել, ասեց Արա ջան, այդ այգին ինչի չեն կտրի, ասի ոչ, իմ տնկած այգին չեն կտրի, զարմացած նայեց երեսիս, մեր Անթարանյան Էրիկը կողքս էր, Ռուբիկոնի, միասին ենք այդ սաղ, ոնց որ իրար հետ ենք արել, ու ասեցի, իմ տնկած այգիում ամեն ծառ իր անունը պիտի ունենա, Մհեր Մկրտչյան, Արմեն Խոստիկյան, չգիտեմ, Արամ Խաչատրյան, Ներսե Շնորհալի, Նարեկացի եւ այլն, մշակույթի այգի, շատ հավանեց, ասեց, արի ստեղծենք։ Ամենալավ տեղն էլ Մալացիա Սեբաստիա համայնքում, Աղվան Գրիգորյանը շատ լավ թաղապետ է, ասեց, քեզ կօգնի։ Զանգ արեց տեղում, գնացի այդ թաղապետի մոտ։ Ասեց Արա ջան, էս ինչ լավ միտք էր։ Մենք ունենք միստեղ տարածք, որտեղ Զատիկյանը ուզում էր այգի ստեղծել, բայց ցավոք սրտի այդ մարդը էլ չկա։ Շատ լավ ժամանակին եկել ես ու սկսվեցին այդ աշխատանքները։ Մենք հայտարարվեց Ռուբիկոն ծրագրի միջոցով ամբողջ գովազդային այդ դաշտը։ Ու այդ որ թիվն եք ասում, 2001։ Եվ նայեք ինչ եղավ։ Ով է ցանկանում ում ծառը տնկի։ Ասենք, եկավ Սիլվա Կապուտիկյանը տնկեց Պետրոս Դուրյանի ծառը։ Հա, այդպես էր, հա, մեկը Այո, ասենք Արամ Խաչատրյանի ծառը տնկեց Էդվարդ Թոփչյանը։ Ղազարոս Սարյանի ծառը տնկեց Կարեն Դուրգարյանը։ Մի խոսքով, ես մայրիկիս ծառը տնկեցի։ Աշոտ Ղազարյանը Մհեր Մկրտչյանի։ Մի խոսքով, Ֆրունզե Դովլացյանի ծառը որպես հետնորդ, հա։ Այո, բոլորը սենց ծառ տնկեցին։ Հովանես Բադալյանը ծառ էր տնկում, Գեգամ Գրիգորյանը ծառ էր տնկում։ Մի խոսքով, որ YouTube-ում գրեք Արա Գևորգյան Culture Garden, կտեսնեք այդ ամեն ինչը։ Մի խոսքով նպատակը ինչն էր, որ ամեն ծառի տակ կգրվեր Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի եւ այլն, Բաչե Հովսեփյան Դուդուկահար եւ այլն։ Ու պապիկը որ թորնիկի հետ քայլեր այդ ճեմուղով կհարցներ թորնիկը, չէ, այս Շահենն ով է պապիկ, կասեր Գուսան Շահենն է, սենց մարդ է, էսա եւ մանավանդ մենք որոշել էինք, որ այդտեղ կլիներ քարտեզ եւ այլն։ Այդ ամեն ինչը ստեղծվեց, բառի բուն իմաստով։ Հետո անցավ մի քանի տարի, ամեն տարի դժբախտաբար ավելացան ծառեր, դժբախտաբար, որովհետև ես գնում էի անձամբ կոմպոզիտորների միություն, նկարիչների միություն, գրողների միություն եւ ցանկ էի բերում։ Դա նպատակ էր, որ կրթվեին այդ երեխեքը այդ ամբողջ մշակութային դաշտի մեջ լինեին։ Մի քանի տարի հետո ժանգոտվել էր, տարան վերանորոգեն հետ բերեն, մինչև օրս 2005 թվականից չկա։ Եվ ես անընդհատ խնդրում եմ թաղապետին, համայնքապետին, քաղաքապետին, ասեմ, եկեք վերականգնենք այդ անունները, ստեղծված այգի է, չէ, շատ սիրուն, զրոյից, մի հատ ծաղ։ Այո, եթերում ասեք, միգուցե։ Դե ասեցի, խնդրում եմ, եկեք, եւ անպայման, ես դիմում եմ բոլոր լավ բան է առաջարկում հետաքրքրված մարդկանց եմ դիմում, եկեք ստեղծենք երկրորդ այգին, որովհետեւ Գեգամ Գրիգորյան այդ օրը ծառ էր տնկում, մենք իր ծառը դեռ չենք տնկել։ Սիլվա Կապուտիկյանը ծառ էր տնկում այդ օրը, մենք իր ծառը այսօր չենք տնկել։ Ինքը չկա։ Դա էլ է շնորհակալ, էլի, այսօր երկրորդ այգին է հիմա պետք ստեղծել։ Սա էլ է ժեստ, քայլ է, չէ՞։ Դե բայց քանի քաղաքապետ, քանի թաղապետներ փոխվեցին այդ ընթացքում, կամ շատ զբաղված են, կամ ավելի կարևոր, կամ անշնորհակալ են։ Մենք խոսում ենք երեխեքին կրթելու դա եւս միջով անցած, այդ այգին կրթող բան ունի։ Ես ինչ կանեի։ Մի հատ էս բոլոր հերոստակայանների ղեկավարներով կհավաքվեինք միտեղ սեղանի շուրջ, ձեր սենց կբռնեինք ու կասեինք ժողովուրդ, սկսում ենք կրթել մեր երեխեքին։ Ու բոլոր ալիքներով համակցված պայմանավորված։ Եվ բոլորը կասեին բերեք հովանավոր։ Հա, համաձայն եմ։ Դրա համար հիմա նայում եմ էկրանին ու խնդրում եմ, բոլոր հովանավորներին եմ խնդրում, ինչքան հովանավոր կա։ Բոլորիդ խնդրում եմ, ձեր գովազդները դրեք բարձր որակի հաղորդումների մեջ։
Լավ է։ Մեկ մի ժամանակ այ աղբը նետում էին, ես չեմ ուզում անունացնել, բջջային օպերատորներից մեկը, հետո ցույց են տալիս ինչպես աղբը գնալ եւ հետ վերցնել։ Եվ այդ քադագովազներ իհարկե, բայց հիմա պետք է նման հոլովակները բոլոր ալիքներով համատարած լինեն եւ ոչ կոմերցիոն։ Եվ ոչ կոմերցիոն։ Այս վերջի տարիները հայտնի մարդիկ իրենց ամոթը կորցրեցին ու ինչքան անկուլտուրական, այնքան իրանք իրանց լավ են զգում, վստահ են զգում, բայց դա պետքա բացատրել, որ դա գրեհկություն է, անկուլտուրական լինելը դա գրեհկություն է ու դու պետք է ամաչես դրանից, ոչ թե լավ զգաս, վստահ զգաս քեզ դրանից։ Դե մինչև ջուրը չպղտորվի, չի զուլալվի, համարենք, որ սա դեռ պղտոր։ Սա երազում ենք, որ Երանի այդպես լինի։ Լավ, շատ ապղտորված հիմա։ Ժպիտով ապրենք իրար հետ։ Հավոք շատ։ Եկեք համեմենք մեր զրույցը, վերջո երաժիշտներն այստեղ, հա։ Բլիցերով երաժշտությամբ։ Բլիցերով եւ երաժշտությամբ։ Ինչ բլիցերը, կանչի, ես երաժշտությունը հնչեցնեմ։ Խիստ չդատեք, փորձում եմ շնորհակալության կամ անշնորհակալի մասին մի փոքր այսպես ներկայացնել երգի տեսքով։ Միշտ մոռանում ենք մենք շնորհակալ լինել, կամ ուրանում ենք մեզ օգնողի, կյանքում դժվար պահին քեզ դարման ու դեր, ով որ եղել է քո կողքին, կյանքում դժվար պահին քեզ դարման ու դեր, ով որ եղել է քո կողքին, անշնորհակալ սիրտ ու հոգի չունի, նա լավություն անել չգիտի, միշտ իր շահինը նա կողքդ չի կանգնի, մատիցդ փուշնել չի անի, միշտ իր շահինը նա կողքդ չի կանգնի, մատիցդ փուշնել չի անի։ Կեցես վալը։ Բրավո, բայց ես երկրորդ կրկնողությունը ես տեքստը կփոխեի ինչ, ոչ թե փուշը չի հանի, այլ եթե այսպես վարվենք, փուշն էլ կհանի ու ավելի լավ լավատեսությամբ եք, ես էլ իմ ակտուալը իրատեսությամբ գործեր են։ Այնպես որ հա։ Եկեք խմենք բոլոր շնորհակալ մարդկանց համար։ Մեր հաղորդումը դեռ չի ավարտվում, դեռ Տիգրանը։ Առաջի շնորհակալությունը ժողովուրդ բոլորս պարտավոր ենք հայտնել Աստծուն։ այո։ Շնորհակալ ենք, որ այս ամեն ինչը մեզ համար ստեղծել է, մենք մեզ վատ ենք պահում, բայց ինքը այնքան ներող է, որ մեզ ներում է։ Երկրորդ շնորհակալությունը ես ուղղում եմ մեր ապ ու պապերին, որ կռիվներով, նեղությունների մեջով մեզ բերը հասցրել են մինչև մեր օրեր, մեր ծնողներին, որոնք մեզ ծնե բերել են լույս աշխարհ։ Այո, իրանց կյանքի այս բոլորին շնորհակալ պետք է լինել։ Քանի որ բաժակով ենք դրա համար այդ շնորհակալությունը կարող եք ըմպել ապ ու պապերի համար։ Երկեց ես էլ ուզում եմ բլիթ հարցերով շարունակել, խնդրեմ այսպես հա յուրաքանչյուրը իր պատասխանային տարբերակը ուղղի։ Ձեր ամենակոպիտ վիրավորական բառը։ Տիկին Հասմիկ։ Ոյ։ Բաղա դեպի լապոշ։ Ներողություն իհարկե։ Եթերային չի։ Կոնց ծնվե երրորդ մաս մեծացել եմ, ամենակոպիտը պիտի ամենակոպիտը լիներ։ Բանը տեսել է տրոպեին հավի։ Հարևանի հետ ընթարվել եք թե ոչ եւ ինչի համար։ Ինչի համար։ Հարևանի հետ ընթարված կաք։ Չէ, ես ժպիտով ասում եմ, անցնում եմ։ Ես էլ չէ։ Ձեր հարևանները շատ լավ ենք միշտ եղել։ Մուրացկանին երբևէ գումար տված կաք։ Շատ անգամ։ Տվել եմ, բայց հետո հասկացել եմ, որ չպետք է տալ, որովհետև իրանք կարող են նայած
Հա, բոլոր նայած հիմնականում սուտ խոսելով են գալիս, սուտ խոսելով էլ երեխեքի վրայով, էլ հիվանդանոցների վրայով բան, հետո տեսնում ես, որ ոչ մի բան։ Ճիշտն ասած, Աստվածաշնչում կա, ուզումա պետք է տաս, ցանկացողին Աստված ասում է տուր։ Ինքը կհատուցի։ Բայց ես Հասմիկի հետ համաձայն եմ, որովհետև ես էլ եմ աշխատանք առաջարկել, մերժել են։ Ես նույնիսկ մի անգամ այդ մուրացկան մի քանի տիկին եկեղեցու մոտ մոտեցան, ես իրանց բոլորին վճարելուց առաջ ասի ժողովուրդ, ես եկել եմ այլ երկրից, եկել եմ ձեզ օգնելու։ Կարելի է նստեք մեքենան, ինձ տարեք ձեր տուն, որ տեսեմ վատ եք ապրում, շատ ավելի կօգնեմ։ Ոչ ոք չեկավ։ Շատ հետաքրքիր էր, բայց ես կողմնակից եմ ուզողին տուր։ Ահա։ Արևտրի ոլորտում երբևէ խապված եղել եք, այ որ վաճառողը ձեզ խապել է, գումարը պակաս է տվել։ Շատ անգամ։ Եթե տարբերակներ կան, պատմական։ Իմ պատմությունը ավելի հեշտ է, որովհետև ես արդեն սկսել եմ գումարը չհաշվել, ինչ են վերադարձնում, ինչ են կշռում, բայց այդ ներքին կասկածը իմ մեջ մնացել է դեռ խորհրդային տարիներից, որ այն ժամանակ կշեռքները փոխում էին, բան էին։ Հատակը ինչ-որ բան էին, չէ՞, դնում։ Խաբեբայությունը միշտ եղել է, միշտ։ Բենզինի հետ կապված, գնում ես քիչ են լցնում։ Դե դա կա։ Միշտ էլ կա։ Միշտ կա։ Բայց դրա չենք, չէ, ես պայքարելու ոչ։ Եթե նկատում եք, դրա վրա չես պայքարում դրան, բարձա չես կարող մենակ ինչ որ մի բան անել։ Բայց նկատում եք, ինչ եք ասում եք, ինչ ես ինչ ասենք, ինչու ես ասում եք։ Քիչ լսրեցիր։ Ասում եք, չէ, մեր ապարատը նորմալ է, կարողա ձեր մեքենայից է։ Պետ ավտոտեսուչի հետ երբևէ ընդհարված կա, այ որ երբ չեք հասկացել ընդհարվել եք։ Միշտ գիտեք, ես համարում եմ, որ իրանք ճիշտ են, տենց եմ համարում, որ ավելի բարի ամեն ինչ ավարտվի, բայց մի հատ դեպք կպատմեմ, սա պատմելու է։ Գալիս եմ դեպի Պետկրկես, Գարեգին Նժդեի հրապարակի կողմից, մեկ էլ ավտոտեսուչը կանգնացրեց իմ մեքենայի մեջ տղաս էր 5 տարեկան, ինքը կանգնած sense բռնել էր հետևը, կանգնած, ոստիկան որ կանգնացրեց, ասեց ձեր փաստաթղթերը, ընդ որում ինքը ինձ կանգնացրեց, ես ուղիղ գնում էի, ինքը դիմացից գալիս էր, այսպես պտտվեց, ինձ լույսերով, սիգնալ տալով կանգնացրեց, առանց խախտում անելու, այն մեջտեղի պատնել չկար։ Եվ ասեց ձեր փաստաթղթերը, ասի կներեք փաստաթղթերս մոռացել եմ տանը, ասեց մեքենան տանում եմ Տուգանային հրապարակ։ Ասի շատ ներողություն եմ խնդրում, էլի 5 տարեկան երեխան ա մեքենայի մեջ։ Եկեք այսօր ներեք, թողեք գնամ, էլի խախտում չեմ արել, բան չեմ արել։ Ասեց ինչի խախտում չի, որ փաստաթուղթը մոտդ չի։ Դե ասի լավ, հաստատ էս մարդու էս չոր կողությունը ինչ որ մի բան կասկածի է տանում։ Հետո այն ժամանակ ասեցի Վալյա Սամվելյանի տղան եմ։ Որ ինչ կարողացեք ասեցիք, ախր էս ասեց չեմ ճանաչում։ Չէ, սկզբից ես ներկայացա, ասեց չեմ ճանաչում։ Հետո ասի Վալյա Սամվելյանին ճանաչում եք, ասեց ոչ, ասի կարող է հայ չես, աղբեր ջան։ Ես իր դեմքը պատկերացրեցի, այսպես քարակերտ։ Այդպես նա քարակուսի քարակերտ, ոստիկան էր բեխերով։ Ու ասի կարող է հայ չեք, ասեց հայ եմ, քեզանից էլ լավ հայ եմ։ Ասի ուրեմն տանը հերուսացույց ճունեք երևի, որ այսքան համոզում խնդրում եմ։ Չէ, լավ տարեք։ Ու մի անգամից մտածեցի, ասի սա թաքնված տեսախցիկ է, հաստատ։ Ուրիշ տարբերակ լինել չի կարող, ասի գնացեք, գալիս եմ ձեր հետևից։ Եկա հասա այդ գայի փոսը, իջա տեսա բանը, ինքը դուռը արդեն բացել է, ուսես մտնում եմ ներս։ Այդ ցանկապատից ներս։ Վերջը սիրուն մտանք ցանկապատից ներս, դուրս եմ եկել, ժողովուրդը ասում են Գևորգյան, ես ինչ ա եղել քեզ կանգնացրել են։ Մեկը մայստրո է ասում, մեկը Գևորգյան ասում, Արա ջան են ասում, ասել տղեկ ջան, ճիշտ ասած չգիտեմ, բայց ինչ-որ կամերա է մանգալի, ոնց որ թաքնված տեսախցիկ լինի, պարզվեց չէ։ Այդ մարդը տենց քարակուսի մարդ էր։ Հասկացես, արդեն ոչ մեկի չէ, ոչ մի բան չկար, խախտում էլ չեմ արել ախր։ Փաստաթուղթս մոռացել եմ տանը, մարդ եմ կարող եմ մոռանալ։ Ասում 5 տարեկան երեխուս մոտ իմ վրա մի գոռացեք։ Արդեն վերջում ես էի ջղայնացել, ասում եմ, լավ, բերե հասցնել եք ստեղ, հիմա ասում եմ, ձեր շեֆի մոտ բարձանամ, շեֆը քո երեխան չի, որ բարձանաս իր մոտ, բան, այ քեզ բան։ Մի հատ այնպես թարսված մարդ էր, էլի, երևի տանը խնդիր էր ունեցել, լավ չէր։ Թարսվոտով դու։ Տիկին Հասմիկյան, դուք էլ վարում եք, այ դուք երբևէ ունեցել եք այլ նման։ Չէ։ Եկին տեսնում են նման գեղեցկավեմ արվեստագետի։ Բանը Արանքը հիշի, ուրեմն աֆիշաներ ունեի տարբեր CD-ներից, դուրս եկած համերներից, բան։ Մի հատ, որը նոր էր, տենց հետևում դրած էր լինում, էլի, մեքենայի մեջ լինում էր, երևում էր։
որ մոտենում էին, տեսնում էին այդ նկարը, տեսնում էին, որ այնտեղ գործիքը բան, մի անգամ էլ ասեցիր, այս դրել ես, ասի, օգնում արջան, չխոսես էլ, օգնում ասա, մոտենում էին, մեկը ասում էր, վայ, իմ կինն էլ է կանոն նվագել, մեկը ասում էր, քույրս էլ է կանոնի գնացել, բանը, հա, դուք ես ինչ, վայ, հա, ճանաչեցինք, բան, սենց տարբեր ձևերով, բայց ու միշտ հաջող անցնում էր, Դու դրանից են տարել։ Բայց նախքին ոստիկանապետը, ուրեմն հանրային խորհուրդ կար, մի 20 տարի առաջվա բան եմ ասում երևի կամ 15 հանրային խորհուրդ կար ոստիկանության մենք ընդգրկված էինք այդ խորհրդի մեջ Հրանտ Թոխացյաններ, Աշոտ Ղազարյաններ, Ազատ Գասպարյաններ, մի խոսքով դերասաններ, երգիչներ, Աստղաբույլը։ հա ու մի մասը քրեական, չգիտեմ, այդ ժողովներին էր գնում պետավտոտեսչության, ես այդ պետավտոտեսչության այդ խմբի մեջ էի ու մի օր ոստիկանապետը իր ենթասպաների ներկայությամբ մի դեպք պատմեց, ասում է ոստիկանը կանգնացնում է Ալբերտ Ազարյանին, Կարմիրի տակով անցել է, Ալբերտ Ազարյանը, պատժում ավտոն էլ ձերից վեկալում այդ մարդու, կատաղել էր ոստիկանապետը, բոլորին սենց ասում էր, նայեք, այս մարդկանց երեսը լավ իշեք, այդ մարդիկ մեր ազգի դեմքն են պահում, այսինքն նայեք մի հետարքիր բան կա, ստեղ նյուանս կար, էլի շատ հետարքիր, ասեց դուք պատժեք խախտում անող մարդկանց, պատիժ ինչի համար է, որ ինքը հաջորդ անգամ խախտում չանի, այսինքն պատիժը ուղղում է իրան, բայց Ալբերտ Ազարյանը խախտում անող տեսակ չէր, ուրեմն ինքը մտահոգ էր, ուրեմն ինքը կարող է մի փոխանակ մոտեցել, հարցն ես ասես, ինչ է պատահել, կարող է վատ եք զգում, գլուխ է պտտվել, աչքա փակվել, որ կարմիրի չեք տեսել, ուղեկցեմ տուն, այս բարիությունն է մեզ պակասում, փոխանակ այդ մեքենան ձեռքից վեկալ է, այդ մարդուն թողել են փողոցի վրա, մեջտեղը ոստիկանապետը կատաղել էր, բառի բուն իմաստով։ Եվ վերջը, երբ նկատել եք, շնորհակալություն են ուզում հայցեն, ժեստերի լեզվով, այստեղ են ձեռքը դնում, այսպես, այսինքն հոգի։ Այո։ Իդեպ ժեստերի եւ առհասարակ ճակատագրի եւ նաեւ ինչու՞ չէ ձեռքի, ափի, գծերի մասին ես առաջարկում հիմա տաղավար հրավիրենք մեր փորձագետին, էքստրասենս հիրոմանտ Կարեն Ափոյանին, ով կգա ամփոփելու եւ վերլուծելու նաեւ ձեր արտահայտած մտքերը։ Դիմավորենք։ Դե իսկ այս դեպքում սպառողը պետք է շնորհակալ լինի արտադրողից, մասնավորապես Վանարձից, մեզ նման բարձրակարգ արտադրանք պարգևելու համար։ Բայց այստեղ շնորհակալությունը երկուստեղ պետք է լինի, նաև արտադրողը պետք է լինի շնորհակալ սպառողից, որ գնահատում է իր արտադրանքը, բայց չի կարող չգնահատել, որովհետև լավն է, լավ յուրաքանչյուր լավ երևույթ եւ անգամ նյութական, այսպես արժեք չես կարող չգնահատել։ Եթե լավն է։ Դե մարդ կա խմում, ասում է դե հիմա գինի է, էլի։ Պետք է գնահատել։ Այո։ Գնահատել լավ արտադրանք։ Օրինակ ես գնահատում եմ լավ նկատողությունը ինձ Բելգիայից, այսպես Վերներ Լիմենսը, ֆլոման ազգությամբ ֆլոման նկատողություն է արել, ասել է գինեսեր, որ մանավանդ Վանարձի բաժակը պետք է գեղեցիկ պահել, ես գեղեցիկ չեմ ճիշտ։ Այսպես։ Այո, այսպես։ Վանարձի յուրաքանչյուր ազգության համար։ Վայելեք յուրաքանչյուր կաթիլը, շնորհակալ ենք Վանարձին, շնորհակալ ենք նաև MG Group-ին, MG Suite-ի արտադրանքը մեզ պարգևելու համար։ Ինչպես կարող է շնորհակալ չլինել նրանց, ովքեր հոգ են տանում մասին, իսկ հոգ է տանում ով որակյալն է առաջարկում իր սպառողին, որակյալ խմորեղեն։ Որակյալ խմորեղենը ունի մեկ անուն, հիմա ես չեմ ուզում այստեղ ճռճռան բառեր ասել, ընդամենը այն մարդիկ, ովքեր փորձել են, գիտեն, եւ դա փաստում է բազմաթիվ սրտիկներն ու վայքերը, որ ես գնում եմ իմ էջում եւ սրտում եմ, հասկանում եմ, որ կերել են, գոհացել են, շնորհակալ են եղել եւ սրտիկել են։ Ովքեր դեռ չեն փորձել, փորձեք, չեք փոշմանի։ MG Suite։ Մեզ միացավ էքստրասենս հիրոմանտ Կարեն Ափոյանը, իդեպ ասենք, որ նախապես զրույցից առաջ Կարենը արդեն վերցել էր մեր վաստակաշատ հյուրերի ձեռքի ափերի նկարագրերը եւ տեսնենք, թե ինչ է ստացվել այդ ամենից։ Նախ շնորհակալություն
շատ ուրախ եմ, որովհետև ես ձեզ հետևել եմ միշտ փոքրուց, այսպես ասած, ես ինչը մեր ազգայինին է վերաբերվում, իմ համար այդ մեծ կարևոր բան է։ Ուղղակի կարող է դուք չեք պատկերացնում դուք ինչ եք արել, ուղղակի գովասանքի խոսքեր չեն, որ կարող է հիմա ժամանակները ողողված են տարբեր բաներով, այդ չի գնահատվում, բայց ավանդ եք թողել, որը անսպառ է, էլի։ Ու ամենակարևորը այստեղ կա հայկականությունը, որտեղ մենք այսօր կորցնում ենք հայկականությունը, իսկ կոնկրետ ձեր արվեստների, ձեր երկուսի արվեստի մեջ որ կա շատ ընդհանուր գիծ ու շատ լավ համագործակցություն, այդ իրականում շատ ողջունելի է, գնահատելի է։ Ճիշտ է, չի կարա բոլոր մարդիկ միանգամից գնահատեն, բայց այդ գնահատվելու է, ես վստահ եմ, որովհետև ես նախ մեր Հասմիկի մոտ ես տեսա, որ իր այդ տաղանդը գալիս է իր հայրական կողմից, որովհետև այդ ավելի շատ խորքային արմատներ ունի, այսինքն դա բնատուր է, ոչ թե ձեռքբերով է, այսինքն դուք չեք կարող ուրիշ մասնագիտություն ունենալ, որը նաև, այսպես ասած, ինչ-որտեղ միսիա է կամ որոշակի բան է, որ երբ որ մարդուն տրվում է ինքը չի օգտագործում, կյանքի իրեն պատժում է, այսինքն դուք ոնց որ վերցրել եք այդ ամեն ինչը եւ անկախ դժվարություններից, որտեղ ձեր կյանքի փուլերը հեշտ չեն անցել, ու ամենածաղկուն շրջանում էլ ոնց որ կորուստների փուլ է եղել, դժվարությունների փուլ է եղել, ոնց որ դուք հաղթահարել եք, վերականգնվել եք, ցույց չեք տվել այդ խնդիրները, որտեղ այստեղ ես շատ լավ տեսնում եմ կամքի դրսևորում, օրինակ շատ մարդիկ կան ստեղծագործական աշխարհում, որ իրենց մոտ իրենց կենցաղը, անձնականը, ընտանիքը չեն կարողանում ճիշտ պահել։ Այսինքն ձեր մոտ այդ ընտանիքի մայրական գիծը, կնոջ գիծը, նաև ստեղծագործական գիծը շատ հստակ է ու շատ քիչ է պատահում դենց, որ իրականում մարդը կարողանում է ամեն տեղ ոնց որ ասած պրոֆեսիոնալ լինել ու մի քիչ պերֆեկցիոնիզմ կա, ինքներդ ձեր հանդեպ էլ շատ քրիտիկական բան գծեր տեսա, ուղղակի պահանջկոտ է, հա, ինքնին։ Հա, ահավոր պահանջկոտ է։ Այսինքն լավագույնից եք տող, բայց ոչ փծախնդիր։ Միջակություն չեմ սիրում եմ լավ։ Կամ լավ կամ ոչինչ։ Այո։ Այսինքն այստեղ ընդհանուր առողջականի հետ կապված շատ լուրջ բաներ չկար, որպես այդպեսին, մի քիչ ամենակարևորն է, որտեվ թե գենետիկայով, թե ամեն ինչով երկարակեցության գիծ կա, այդ շատ կարևոր է։ Մի քիչ այնտեղ կալցի, մի քիչ հոդային որոշակի հարցերի խնդիր կա, բայց այդ ավելի շատ պրոֆիլակտիկ անցնողիկ բաներ են, էլի։ Այստեղ պետք են, բայց ավելի շատ վաղ տարիքում պետք է լիներ վիրահատություն, չգիտեմ, խուսափել եք դրանից, թե տեղի ունեցել, որտեղ այստեղ նշան կար, էլի։ Ունեցել եք, հա։ Բայց արդեն ռիսկային հատվածները անցել եք, էլի, որպես այդպեսին։ Ընդհանուր նորմալ է, շատ կարևոր է, որովհետև հիմա նաև այստեղ կարևոր գիծ կա, որը կոչվում է իվերուստ պաշտպանություն։ Այո։ Հա։ Դե շատ շնորհակալ եմ։ Որը նաև զգացել եմ միշտ։ Որը փոխանցվել է ձեր սերունդներին, շատ կարևոր է, որտեվ ցանկացած ծնող, ցանկացած մարդ ուզում է ինչ անում է, հետո իր սերունդին փոխանցվի ինչ որ, չգիտեմ, դրական բաներ։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ պաշտպանությունը, այսինքն պորտերով փոխանցվում է, այսինքն ձեր գործունեությունը ինչքան էլ չի գնահատ, օրինակ համեմատական կարող է ձեր սրտով չլինի, բայց միևնույն ժամանակ ինքը փոխանցվել է, արդեն ոնց որ ու դրա բարիքները ոնց որ դուք տեսնելու եք, որտեվ նաև գալիս է էլի հետաքրքիր փուլ, որ դուք այսպես ասած միշտ էլ այդ եղել է, բայց էլի ակտիվ է, հետաքրքիր է, որ էլի ակտիվություն, ճանապարհորդություն, գործունեություն, տեղափոխություն, դուք այդ փուլերի մեջ էլի լինելու եք, որտեվ հա, դուք եւ ստեղ եք լինելու եւ ստեղ չեք լինելու, որտեվ ոնց կարող եմ չասեմ Աստծոս, շատ շնորհակալ եմ, որտեվ դա ինձ համար կյանք է։ Ու այստեղ շատ կոնկրետ հստակ ոնց որ հա, բայց ոնց ասեմ, քարեր համբյուրող կամ ինչ-որ բան չէ։ Իմ ներքուստ ես փոքրուց եմ այդպես եղել, իմ հավատով, դեռ կներեք խանգարում եմ։ Չէ։ Սովետի ժամանակ, երբ որ չէր թույլատրվում այդ ամեն ինչը, խաչը իմ վզին է եղել ու ինձ
ինձ պարտիայի շարքերը անցկացրել են ոչ բանով իմ կամքով, իմ ուզելով, ուղղակի որպես լավ բան հետագայի իմ համար։ Պարտիական եմ, հա։ Ու բայց խաչը վզիս, ու տենց է գնում մի սահմանը անցնելու, մի քանի անգամ ասել են այս բանը կոմերտական եք ու այն ժամանակ իրանք կարծում էին կոմերտական է ոչ թե պարտիական։ Բայց լավ բան ասացիք, ես գիտեմ մարդիկ, այո, ովքեր քարեր են համբուրել, բայց ներքին ժե հավատքը չեն ունեցել։ Հայրս գիտեք ինչ է ասում։ Ասում է աշխարհի բոլոր գիտնականներն էլ որ հավաքվեն իրար գլուխ հերկել, հա։ Ոչ ոք մի օրինակ չի կարա բերի, որ Աստված չկա։ Մի ապացույց։ Բայց ես կարող եմ 1000 օրինակ բերել, որ Աստված կա։ Հետաքրքիր է, էլի։ Ոչ մի գիտնական, աշխարհի սա գիտնական մի օրինակ չենք, ապացույց մի հատ ապացեք որ չկա։ Շարունակ։ Դա հետաքրքիր է։ Իսկ ես գիտեք ոնց եմ ապացուցում։ Շատ հետաքրքիր։ Ասում եմ մեկ-մեկ որ հանդիպում եմ տենց ուսանողների, երիտասարդների հետ, ասում եմ, այ օրինակ մարդուն ով է ստեղծել։ Դե շատերն ասում են բնությունը։ Ես ասում եմ, լավ, եթե բնությունը ստեղծել է, ուրեմն սենց ինչ-որ համաչափություն կա, չէ՞, այս ամեն ինչի մեջ։ Այդ դեպքում ո՞նց է որ մարդը այսօր կարողանում է տիեզերք թռնի, ինքն է ստեղծել։ Ստեղծողը ասել է, չէ, ստեղծում եմ իմ նմանին, որ դու էլ ստեղծող լինես։ Մարդը կարողանում է տիեզերք թռչի, իսկ այս կենթանական աշխարհի մյուս ներկայացուցիչները մի հատ ռուսիկ իրանց համար չեն կարել, ինչև այսօր։ Լավ օրինակ է։ Դրա համար ստեղ կա այդ փայլուն ապացույցները կան։ Շատ քիչ եմ հանդիպում, ոնց որ կանոնով ուղիղ գծված լինի, այսինքն ձեր գործնույնության գիծը, շատերը չունեն նույնիսկ այդ գիծը, որ կոչվում է գործնույնության գիծ, ձերը, այսինքն դուք չեք ընտրում, ձեզ տանում են տիեզերքը ոնց որ կամ Աստված ձեզ ճանապարհը հարտում է, ճիշտ է, հեշտ չի, բայց այդ արվում է իշա բոլոր, այդքան ձեր որոշելունն էլ չի, ուղղակի դուք պետք է ճիշտ տեղում լինեք, ինքը գնալու է բնականաբար, դուք շատ պետք է ջանք չգործադրեք, ինքը ստացվելու է շատ բաներ, որտեվ էլ եմ ասում, ոնց որ ակտիվ փուլեր կան, իսկն կարող է ինչ-որ սենց ամպլիտուդաներ լինեն, բայց անկախ ամեն ինչից նոր ոնց որ ստեղծագործական ակտիվության գիծ կա, էլի, հետաքրքիր է, էլի։ Մեծ հաշվով դուք ծնվել եք հաջողակ աստղի տակ։ Իրականում ամեն մարդու չի տրված, էլի, այսինքն այդ ներքուստ է, այդ կարող է դուք չզգաք, բայց կողքից ուլուկ ունեք։ Այսօրվա ինձ հետո կախեք։ Հանրությունը հաջողակներին չի սիրում։ Խաչ կախեք։ Էս այն հրեշտակը իմ հետ է։ Մայստրո Գևորգյանը իմը շատ այսպես լարված սպասում է, թե ինչ ասնի մասին։ Շատ հետաքրքիր բաներ կար դրա հետ կապված, որ ասվեց, օրինակ այդ շնորհակալության հետ կապված էլի։ Ես անգամ իմ դե բոլոր մեր ստեղծագործող մարդկանց միշտ էլ կան, չէ՞, կողքից խանգարողներ, պատախոսներ եւ այլն։ Ես տասնյակ շատ հաղորդումներին էլ բանը թերթերում այդ ինտերվյուներում էլ միշտ շնորհակալ եմ եղել այդ մարդկանց, ովքեր ուզեցել են խանգարել։ Խանգարել են, ես որ շատ թեթև եմ նայել դրան։ Դինադու ավելի ես, չէ՞։ Այո, այդ օգնել է ինձ, դա իմ շնորհակալությունն է եղել, որ ես շատ շնորհակալ եմ, եթե իրանք չլինեին, ես այսքան բան ինչ որ չէի անի։ Հաստատ, որովհետև մի քիչ ավելի սիրում եմ հանգիստ ապրել, ազատ ապրել, էլի, քան ինչ որ նստել աշխատել։ Այդպես։ Դրա մի հատ լավ ձևել կա, որ ջղայնանում եմ, իսկ ես հաճախ չեմ ջղայնանում, միշտ իմ բանն է, կարգախոսն է, թեթև տարեք, ոչինչ, ասենք ոչինչ, անցնենք առաջ, ասենք ոչինչ բան, բայց մեկ-մեկ որ ջղայնանում եմ, ասում եմ, այս արածից կեսը արեք, հետո խոսացեք, բան չունեմ ասել, այսա փաստա, դրված է, սրա կեսը արեք, խոսացողներ։ Պատասխանը դա է միայն։ Անցնենք Արա Գևորգյանին։ Անցնենք։ Այստեղ էլի շատ հետաքրքիր է, որ ամենակարևորը, որ ես ինչն է առանձնահատուկ, այստեղ Արա Գևորգյանի մոտ, մեր մայստրոյի մոտ կա անցյալի, ներկայու, ապագայի ինֆորմացիա իր ստեղծագործությունների մեջ, այսինքն որ ավելի շատ տանում է ապագա, լսելով ցանկացած երաժշտություն,
ցանկացած մեղեդի, այնտեղ կա պայծառ լուսավոր ապագայի ինֆորմացիա, կարող է դա ենթագիտակցությամբ է կամ տիեզերքից է գալի, որովհետև սա շատ կարևոր գիծ կա, որը տրվում է այն մարդկանց, ովքեր որ տիեզերքի հետ կապ ունեն, ինչ որ ձևով, ստեղծագործության միջոցով, ձեր կապը կարող է դուք չեք զգացած կլինեք, կարող է չեք ֆիքսվել դրա վրա, շատ բաներ ինքը վերևից գալիս ուղղակի դուք պետք է ճիշտ ոնց որ տրանսֆորմացնեք, այստեղ շատ կարևոր է, այսինքն այստեղ զուտ մենակ մարդկային ֆակտորի հետ գործ չունենք, այստեղ գործ ունենք տիեզերքից այդ ինֆորմացիան, որ հոսում է դեպի իրականություն ու դուք կարողացել եք նորի մեջ էլ այդ համադրել։ Հետաքրքիր է, որ հայկականը պահելով բերել նոր դաշտ։ Այստեղ այդ շատ կարևոր է, որովհետև հիմնական այդ լինում է գյուտարարների մոտ, որ իրենք անընդհատ նոր բաներ են ստեղծում։ Թույլ տվեք մի փոքրիկ դրվագով ձեր ասածը հաստատեմ։ Երբ որ դժբախտաբար մահացավ Շարլ Ազնավուրը, ես հենց այդ մահվան օրը գիշերը շատ էի հուզվել, սկսեցի երաժշտություն նվագել իմ ստուդիայի մեջ, որ հուզմունքս դուրս անեմ, եւ անընդհատ սկսեցի ասել շնորհակալ ենք քեզ, մեր Շարլ։ Այդ շնորհակալությունները ասելու ընթացքում ես վստահ եմ, որ դա սկսեց թելադրվել, միացավ մեխանիզմ ինչ-որ, եւ ես սկսեցի բառերը գրել ու դարձավ երգ, որը նույն օրը դրվեց YouTube-ի մեջ, շնորհակալ ենք քեզ մեր Շարլ։ Այնքան չգիտեմ չէ լեզուներով, չէ։ Մենք հիշում ենք եւ հետո այդ երգը դառնալեց տարբեր լեզու, բայց ուզում եմ ասեմ, բառերը եկան, պահի տակ եկան բառերը։ Ուղղակի ձեզ խանգարում է, ասենց ասեմ, օրինակ երկարվեստի մեջ երաժշտությունը ուղիղ կապ է Աստծո հետ, ես տենց եմ համարում, արվեստների մեջ ամենաբարձրը երաժշտությունն է, որ արագ է տեղ ունենում այդ կապը Աստծո հետ, ուղղակի այս մեր ժամանակակից համաշխարհային ներկայիս աղբի մեջ ես կոպիտ ուրիշ բառ չեմ կարող ասեմ, խլացնում է, այսինքն այդ կապը, հիմա դուք շատ եք նեղում դրանից, դուք փորձեք ավելի շատ, այսպես ասած, այսինքն կուտակված է այստեղ, որ դուք տեսնում եք ու չեք կարողանում որևէ լուծում գտնել կամ տեսնում եք, որ սխալ են գնում, այդ ձեզ շատ անձնական ցավ է տալիս։ Այսինքն այդ ինչ որտեղ կարա խանգարի, որ ձեր մոտ կարող ինչ-որ հիասթափություն առաջանա, ասեք կարող է պետք չի գրել կամ ում համար, բայց չէ, այսինքն որովհետև ապագան բառերն է, ես լսել եմ։ Ես դու բառերը քրտ կտրվել է։ Առաջ ով ընկերներիցս տեսնում էր, ասում էր Սառնանը բացում ես քո երաժշտությունը հանչում։ Հարթուկը միացնում են քո երաժշտությունը հանչում, բայց այսօր ես շատ եմ ռադիոյով միացված է իմ մոտ, ռադիոն է միշտ միացված լինում։ Ամբողջ եթերը ողողված է երգով։ Այո, գործիքային։ Միայն Հայաստանը չի։ Դրսում էլ ամբողջ աշխարհը երգում է, գործիքային երաժշտությունը գնացել է, չգիտեմ ուր է։ Հետին պլան։ Կարանջան ինչ մնաց այնտեղ, վերում այսպես։ Ինչ մնաց, այսինքն ճակատագրին եւ առողջությանը վերաբերող։ Ճակատագրին եւ առողջությանը վերաբերող։ Էլի առողջությանը ոնց որ ավելի շատ պրոֆիլակտիկ բաներ կան, որ պետք է արվի, դենց լուրջ խնդիր չկա։ Հա, այսինքն տեղ զննում, ընդհանրապես տեղ զննում։ Չջղայնանալ, իրան ջղայնանալ։ Նյարդերը։ Հա, ահա որ ոնց որ թուլացնում, որտեղ տեղ խնդիր չկա։ Ուղղակի այստեղ նաև շատ կարևոր գիծ կար, ուզում եմ ասեմ, այսինքն օրինակ եթե ես նայում եմ, այստեղ տիպիկ ոնց որ օրինակ ստեղծագործողներ կան, որ իրենք չեն կարողանում կրթել, այսպես ասած, իրենք իրենց մեջ ստեղծագործում են, էլի հա բանը, այսինքն ձեր մոտ տրված է մանկավարժական մեծ պոտենցիալ, այսինքն որտեվ այստեղ կոնկրետ նաև դրա մեջ կա հոգեբանություն, դուք հոգեբանորեն կարողանում եք մարդկանց վրա ազդել, կարող է, որտեվ ու մանկավարժականը, որ դուք պետք է փոխանցեք այդ ինֆորմացիան ու ստացվում է ձեր մոտ, որովհետև տիպիկ ստեղ արտահայտված է, էլի, շատ կարևոր է։ Թույլ տվեք բարձրաձայն, լիաթոք ասել շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ բոլորիդ։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում, հա, Հասմիկ ջան, խնդրեմ։ Մենք ես կուզեի իմ CD-ներից ձեզ թողել։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք։ Ինչպես միշտ գեղեցիկ ձևավորում, շատ օրիգինալ, ինչպես միշտ։ Ինչպես տարիներ շարունակ տարբեր եթերներում։ Իմ դիզայնով դրա եւ այն աշխարհի շուրջը եւ մյուսն էլ բանը նկարիչի գործը։ Եվ Արա Գևորգյանը ձեռնունայն չի եկել։ Ես բերել եմ իմ այն DVD-ին,
որտեղ աշխարհի 43 երաժիշտ 14 երկրներից նվագում են միասին իրենց ազգային գործիքներով, իրենց ազգայինը բոլորը միասին, որովհետև այդ բոլորը, որ ամեն մեկը իրանը նվագի, պետք է կարողանաս ճիշտ կլսեք, կտեսնեք։ Շնորհակալ ենք Շնորհակալ ենք, անչափ։ բոլորի այս ներկաներին սկսած Կարենից մինչև մայստրոները եւ իհարկե Արեքին էլ թույլ տվեք ասենք շնորհակալ ենք, հրաշալի երաժշտություն մեզ մատուցելու համար։ Շնորհակալություն Արեք ջան, ապրես։ Եվ հերոստատորներն եւս։ Հերոստատողներին, որ նայում են, արձագանքում են, թեկուզ այո, ինչպես ասացիք, այն վատ կարծիքների մասին, չէ՞ որ դրանք էլ որտեղ զգոնություն են մեզ տալիս, չնայած դրանք քիչ են բարգաստա, բայց այնուամենայնիվ ամեն ինչ սովորեցնում է, դաստիարակում է եւ նաեւ զգուշացնում։ Եղեք շնորհակալ, կհանդիպենք մեկ շաբաթ անց։ Դա մնացեք։